Ողջույն բարեկամներ, Ռադիո Մարիամի եթերում մենք այժմ զրուցելու ենք Արևիկի եւ Լանջիկի կաթողիկե հայոց ժողովրդապետ եւ հոգեվոր հովիվ Տեր Նարեկ Քահանա Թադևոսյանի հետ։ Օրհնեցեք Տեր Նարեկ, շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Աստված օրհնի, ես էլ շնորհակալ եմ, որ այս գեղեցիկ հնարավորությունը ինձ ընձեռվեց։ Քանի որ այս տարի օգոստոսի 16-ին Հայաստանյաց եկեղեցին նշում է Աստվածամոր վերափոխման տոնը, զրուցելու ենք այս մասին եւ մեր զրույցի սկզբում խնդրեմ լուսաբանեք, թե որն է այս տոնի խորհուրդը։ Այս կիրագի օգոստոսի 16-ին Հայաստանյաց Սուրբ եկեղեցին նշելու է մեր արդեն 4-րդ տաղավար տոնը, Աստվածամոր վերափոխման տոնը։ Մեր եկեղեցին ընդհանրապես 5 տոներ ունի, որոնք որ տաղավար են հռչակված, որպես մեծ տոներ։ Մի փոքր ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնանք, որ առաջինը դա Աստվածահայտնության տոնն է, որ հունվարի 6-ին արվում, որի ավարտի նաև 4-րդ գեղեցիկ արարողությունն է կատարվում։ Զադիգը երկրորդը, երրորդը Քրիստոսի այլակերպության տոնը կամ վարդավառը, ժողովրդական լեզվով ասված։ Հիմա նշում ենք Աստվածամոր վերափոխման տոնը եւ իհարկե սեպտեմբերին Սուրբ Խաչի վերացման տոնը։ Այս 5 տոներն են, որոնք որ հռչակված են որպես տաղավար։ Բոլոր տաղավար տոններից առաջ իհարկե Աստվածամոր վերափոխման տոնն էլ ինքը բացառություն չէ, կա շաբաթապակ։ 2 շաբթ օրվանից մինչև շաբաթ օրը, որպեսզի մեր հավատավորները կարողանան աղոթքով, պայեցողությամբ եւ բարի գործերով պատրաստվեն, որպեսզի այս հերթական մեծ տոնը մենք միասնաբար կարողանանք իհարկե մեծ շուկով տոնակատարել։ Նախ ասեմ, որ Աստվածամոր վերափոխման տոնը արդեն 4-րդ դարից սկսած մեր հայկական ծեսի մեջ մշտապես նշվել է, բայց հնում այն միշտ նշվել է օգոստոսի 15-ին։ Մինչև 12-րդ դար նշվել է, ինչպես որ ասացի, օգոստոսի 15-ին, իսկ 12-րդ դարից հետո արդեն շնորհիվ ներս է շնորհալու այն սկսվեց նշվել օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը, որ սովորաբար ընկնում է օգոստոսի 12-ից մինչև 18-ը։ Եվ հիմա մի փոքր ուզում եմ իհարկե նաև տոնի խորհրդին անդրադառնալ։ Մեր եկեղեցին ընդհանրապես Աստվածամորը նվիրված ունի 5 տոն եւ այս 5 տոներից ամենահինը եւ ամենամեծը իհարկե Աստվածամոր վերափոխման տոնն է։ Եվ մեզ ավետարանում ինչ է նկարագրվում, որ երբ որ Քրիստոս ինքը Գողգոթայի բարձունքին էր եւ երբ որ իր հոգին պիտի ավանդեր, նայելով Աստվածամորը եւ ցույց տալով Հովանես ավետարանիչին, ասեց ահա քո որդին, այնուհետև նայելով Հովանես ավետարանիչին եւ ցույց տալով Աստվածամորը, ասեց ահա քո մայրը։ Եվ մեր եկեղեցու հայրերը ինչ է մեկնաբանում, որ Հովանես ավետարանիչի անձով ողջ մարդկություն հանձնվեց Աստվածամոր խնամքին։ Քրիստոսի հրաշապար հարությունից հետո Աստվածամայրը 15 տարի ապրել է եւ ամեն անգամ առաքյալներիդ միասին իրենք համախմբվում էին վերնատան մեջ, ուր որ հաց եւ գինին էին բեկանում, այսինքն ուր որ Սուրբ Պատարագ էր տեղ ունենում եւ այլ իհարկե արարողություններ։ Եվ իհարկե Աստվածամայրը մեր տնտմեր նաև իր սիրասուն զավակի գերեզմաններ այցելում, որ Գեթսեմանի ձորագում էր։ Եվ այնտեղ իհարկե մշտապես իր աղոթներ բարձրացնում առ Աստված եւ այդ այցելություններից մեկի ժամանակ իրեն Գաբրիել հրեշտակապետն է հայտնվում եւ ասում է, որ իր որդին մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստվածամորը պիտի հոգով եւ մարմնով տեղափոխի դեպի երկնքի արքայություն։ Մենք ընդհանրապես երբ որ ծնվում ենք եւ աշխարհ ենք գալիս, մենք գալիս ենք ադամական մեղքով։ Երբ որ մկրտվում ենք, ադամական մեղքը ջնջվում է, սակայն որպես պատիժ մահը մնում է։ Իսկ Աստվածամայրը, քանի որ ինքը զերծ էր սկզբնական մեղքից, այսինքն դա նշանակում է, որ Աստվածամայրը չպիտի մահանար, եւ մենք դրա համար որ ասում ենք, որ Աստվածամայրը չմահացավ, այլ ննջեց, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս իրեն երկինք փոխադրեց։ 1950 թվականի Պիոս 12-րդ պապը Աստվածամոր այս վերափոխումը որպես դոգմա է հռչակել, այսինքն անարարգելի ճշմարտություն։ Եվ ըստ այս դոգմայի նախ սկիզբը Աստվածամոր հոգին է համբարձվել դեպի Արհայր եւ հետո նաեւ մարմինը եւ երկնքի արքայության մեջ տեղի ունեցել այդ միությունը։ Աստվածամոր վերափոխման տոնը
ոչ միայն եկեղեցին Կիրակի օրն է, որ նշում է, այլ 9 օրեր շարունակ նշում է։ Այսինքն մինչև ամսի 24-ը ներառյալ եկեղեցին նշելու է։ Եվ իհարկե իմ հորդորն է, որպեսզի ովքեր որ այդ գեղեցիկ սովորույթը ավանդույթը ունեն վարդանի ջեմերանդություն ասելու, այս օրերի ընթացքում ասեն եւ Աստվածամոր իհարկե զոր նաեւ բարեխոսությունը հայցեն։ Հիմա էլ մենք քանի որ գտնվում ենք շաբաթապակի մեջ, հիմա էլ իհարկե կարող են վարդանի ջեմերանդություն ասել եւ խնդրել Աստվածամորից ինչ որ իրենց անհրաժեշտ է եւ վստահ լինեն, որ անպայման Աստվածամայրը շուտապույտ իր որդուն կներկայացնի բոլորի խնդրանքները։ Եվ գիտեք, որ ընդհանրապես հաջորդ օրերին օրմերելոց է տաղավար տոների հաջորդ օրը դարձյալ մեր եկեղեցիներում Սուրբ Եվամա պատարագ է մատուցում իհարկե այն ննջեցյալների համար, որոնք որ ննջել են Քրիստոս։ Եվ հարկ է որպեսզի նրանք ովքեր որ պիտի իրենց հարազատների շիրիմներ այցելեն, նախ կարողանան պատարագի մասնակցել, իրենց ննջեցյալների համար դիտավորություն կարողանան տալ եւ որից հետո այցելեն իրենց հարազատների շիրիմները եւ այնտեղ իհարկե նաեւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված եւ ոչ թե միայն ասենք ծաղիկները խոնարեն։ Հիմա ցավոք շատ անգամ մեր հայրենագիցները գնում են շիրիմներին այցելելու ծաղիկները խոնարհում եւ միայն խունգն են ծխեցնում եւ առանց որևէ մի աղոթք ասելու, բայց պետք է աղոթք ասել, որպեսզի խունգի բուրմունքի հետ առ Աստված իհարկե նաեւ մեր աղոթքի ձայնը բարձրանա։ Քանի որ խոսեցինք մեռելոցի մասին, արդյոք մեռելոցը տոնի շարունակությունն է, թե սգոր է, որովհետև շատերի մոտ կա այդպիսի ընկալում։ Հիմա տեսեք, ըստ մեր եկեղեցվո ուսմունքի մարդկային հոգին ունի սկիզբ, սակայն չունի վերջ։ Այսինքն մարդկային հոգին անմահ է, այսինքն սկալու մենք որևէ առիթ չունենք։ Մեզ համար անձը ուղղակի ֆիզիկապես է որ հեռացել է։ Ընդհանրապես հարկ է որպեսզի մեր հայրենագիցները այցելելով իրենց հարազատների շիրիմների նաև օրվա ավետիսը իրենց հետ տանեն եւ այնտեղ իհարկե իրենց աղոթքը նաև բարձրացնեն առ Աստված։ Քանի որ մենք պանդուխտ ենք եւ մեր վերջնական հանգրվանը դա երկնքի արքայությունն է, հետեւաբար պետք չէ որպեսզի այն մենք սկո օրի վերածենք, այլ համարենք իրապես, որ մարդկային հոգին քանի որ անմահ է եւ մեր աղոթն ենք մենք բարձրացնում առ Աստված, որպեսզի մեր ննջեցյալները շուտապույտ կարողանան Աստծո տեսություն ունենան երկնքի արքայության մեջ։ Տեր Նարեկ, Աստվածամայրը հոգով եւ մարմնով վերափոխվեց երկնքի թագավորություն։ Արդյոք Քրիստոսի երկրորդ գալուստից եւ ահեղ դատաստանից հետո այն մարմինը, որ պետք է հագնեն, այսպես ասած, մերյալները հարությունից հետո, այդ նույն մարմինն է, որով կկարողանան իրենք եւս լինել երկնքի թագավորության մեջ։ Հիմա տեսեք, ինչպես որ ասացի, Պիոս 12-րդ պապը, քանի որ հռչակել է որպես դոգմա Աստվածամոր վերափոխումը, եւ ըստ այդ դոգմայի նախ համբարձվել է Աստվածամոր մարմինը եւ հետո նաեւ հոգին։ Եվ այնտեղ այդ միությունն է տեղի ունեցել, իհարկե այդ մարմինը արդեն հարուցյալ մարմինն է, որը որ մենք հետագայում իհարկե ամենքս պիտի Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ ունենանք։ Եվ նաև մեկ նկատառում էլ ըստ ավանդույթի նաև ինչ է պատմվում, որ երբ որ Աստվածամայրը ննջում է, առաքյալները իրենք հավաքվում են աշխարհի տարբեր անկյուններից, որպեսզի Աստվածամորը պատվով հողին հանձնեն։ Եվ մենք գիտենք, որ Սուրբ Հոգու գալստյան այս իրողությունից հետո մեր առաքյալները զգեստավորված աշխարհի 4 կողմերը գնացին Աստծո խոսքը քարոզելու, Պետրոս եւ Պողոս առաքյալները կարողացան հասնել մինչև Հռոմ, Թադեոս եւ Բարտոլոմեոս առաքյալները այս կողմերում է, որ իրենք քարոզչություն են իրականացրել, Թովմասը մինչև Հնդկաստան կարողացավ հասնել, Մարգոսը Եգիպտոս եւ այսպես շարունակ։ Եվ երբ որ հողին հանձնեցին, Աստվածամորը Բարտոլոմեոս առաքյալը ինքը ուշացումով տեղ հասավ մի քանի օր։ Եվ քանի որ արդեն հուղարկավորել են, ինքը խնդրեց, որպեսզի բացեն գերեզմանը եւ ինքը
կարողանա Աստվածամորթ դեմքը տեսնելով իր վերջին հրաժեշտը տալ։ Եվ շատ որ թախանձում է, իր խնդրանքը կատարում են, եւ երբ որ բացում են, գերեզմանը արդեն տեսնում են, որ Աստվածամայրը չկար։ Միայն այդ վարշամակ, այդ կտավներն էին մնացել։ Այնպես որ սա անարարգելի իհարկե ճշմարտություն է, այնպես որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ ովքեր որ արդեն ննջել են, իրենք իհարկե փառավորյալ պիտի մարմիններ ունենան, եւ իհարկե այդ մարմինները իրենց հոգիների հետ պիտի միավորվի իհարկե։ Քիչ առաջ ձեր խոսքի ընթացքում էլ նշեցիք եւ շատերից էլ լսել եմ, որ ասում են պահքի օրերին ես հայհոյախոս չեմ լինելու, բամբասկոտ չեմ լինելու, վատ արարքներ չեմ թույլ տալու, իմ հանդեպ թույլ տրված վատ խոսքերին կամ արարքներին լավությամբ եւ բարությամբ եմ արձագանքելու։ Արդյոք քրիստոնյայի առաքելությունը միայն այս պահքի շրջանում այդպիսին լինելն է։ Մենք տեսեք որպես քրիստոնյաներ մենք իհարկե մշտապես մեզ վրա պիտի աշխատենք, որ ինչ որ մի սրբության կամ կատարելության կարողանանք բարձունք նվաճել, բայց իհարկե պահուց օրերը, շաբաթապակերը մեզ համար եւս մեկ խտան են, որպեսզի մենք կարողանանք նորովի մեր քրիստոնեությունը ապրել։ Մայ 3 սկզբունքներ կան, որ սովորաբար եկեղեցին մեզ հորդորում է այս ընթացքում իրագործել։ Առաջինը, որ պիտի պակը պահենք, այսինքն հրաժարվենք մսեղենից եւ կենտանական ծագում ունեցող կերակուրներից, բացառաբար սնվելով բուսական կերակուրներով, բայց իհարկե շեշտը պիտի տնենք այն հանգամանքի վրա, որ կարողանանք մեր կամքը զորացնենք, որպեսզի մեղքերից հեռու մնանք։ Եթե պիտի պակը պահենք, բայց մեղքերից հեռու չմնանք, դա այլևս անիմաստ է, ինչպես որ մեր եկեղեցու հայրերը ասում են, ինչ օգուտ ունի, եթե մարդու մարմինը նիհարի, սակայն իր հոգին գիրանա մեղքերով, այս շատ կարևոր է։ Եվ հետո ըստ մեր եկեղեցու օրենքների 14 տարին լրացած անձինք են, որ կարող են պակը պահել, ովքեր որ ավելի ցածր են, եկեղեցին իրենց չի թույլատրում։ Հաջորդը, որ պիտի աղոթենք եւ հաճախակի պիտի աղոթենք։ Իհարկե դրա համար ասեցի, որ նաև ովքեր որ այդ գեղեցիկ սովորույթը ավանդույթ ունեն Վարդանի նաև ջերմերանդություն ասելու, այսօր իր ընթացքում նաև ասեն եւ իհարկե Աստվածամոր նաև հզոր բարեխոսությունը հայցեն եւ երրորդ սկզբունքը, որ այո պիտի բարեգործություն կատարենք, որպեսզի երկունքի առկայության մեջ մեզ համար կարողանան գանձեր կուտակել, ինչպես որ Քրիստոս ասում է, որ ժանգը եւ ծեծը չեն կարող ոչնչացնել եւ ոչ էլ գողերը կարող են պատերը ծագել եւ կողանալ։ Ինչ որ արեցինք բարիք, այդ ամենը իհարկե երկնքի առկայության մեջ անպայման ոսկե տարերով է այդ ամենը գրվելու եւ հետո այդ բարեգործությունն է, որ մեզ իհարկե պիտի Աստծո մոտ ի վերջո կարողանա տանել։ Տեր Նարեկ, շարունակենք վերափոխման տոնի թեման, քանի որ այս տոնի անբաժան մասն է խաղողորդնեքը, պիտի խնդրեմ նաև ներկայացնեք, թե ինչ խորհուրդ ունի այն։ Մեր եկեղեցիներում Կիրակի օրը պատարակներից հետո մենք իհարկե նաև կատարում ենք խաղողորդնեկի նաև գեղեցիկ արարողությունը, քանի որ մեզ համար քրիստոնյաներիս համար խաղողը մի առանձնագի կարևորություն ունի, այն միրգն է, որից որ մենք ստանում ենք գինի, իսկ գինին էլ մենք պատարակի ժամանակ վերածում ենք Քրիստոսի արյան եւ իհարկե բաշխում ենք մեր հավատավորներին։ Սովորաբար խաղողը մեր եկեղեցիներում խաչի խավորներն են, որ նվիրում են, ինչպես որ նաև ծաղկազարդին ոստերը, եւ օրհնությունից հետո, օրհնելուց հետո եւ օրհնված ջրով նաև շաղ տալուց հետո մենք բաժանում ենք իհարկե մեր ժողովրդին եւ սովորաբար ավանդույթ կա, որ մենք խաղողը չենք ճաշակում, մինչեւ որ օրհնվի, որովհետեւ մենք իրականության մեջ ոչ թե միայն այդ պահին գտնվող խաղողն է, որ օրհնում ենք, այլ բոլոր խաղողներ եւ բոլոր այգիներն ու այգեստաններն ենք օրհնում։ Եվ որից հետո է, որ մեր հավատավորները կարող են խաղողը ճաշակել։ Եվ նաև Հովհաննես Ավետարանչի 15-րդ գլխում ինչ ասում Քրիստոս, որ ես եմ ճշմարիտ որդատունգը, իսկ մենք հավատավորներս ճյուղերը, իսկ հայրը մշակն է։ Այն ճյուղերը Քրիստոս ասում է, որոնք որ լավ պտուղ չեն տալիս, իմ հայրը կտրում է, իսկ որոնք որ լավ պտուղ են տալիս, էդում է, որպեսզի ավելի շատ իհարկե կարողանան պտուղ տալ։ Իհարկե այլաբանորեն սա նշանակում է, որ մենք քրիստոնյաներս յուրաքանչյուրս մշտապես մեզ վրա պիտի աշխատենք, որ կարողանանք
սրբության ինչ որ նորանոր բարձունքներ նվաճենք եւ իհարկե ապաշխարության խորհուրդն էլ մշտապես մեզ այդ գեղեցիկ հնարավորությունը տալիս է, այնպես որ դա էլ մեծ շնորհ է, որ մենք կարողանանք տեսնենք մեր մեղքերը եւ ունենանք առաջադրություն, որպեսզի սրբագրենք եւ այլևս հեռու մնանք իհարկե մեղքից եւ նմանատիպ իհարկե արարքներից։ Իսկ Տեր Նարեկ, արդյոք խաղողորտնեքը հատուկ է միայն հայաստանյաց եկեղեցուն։ Չէ, խաղաղորդնեկը բոլոր քրիստոնեական եկեղեցիներն էլ, խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է, կաթողիկե եկեղեցու մասին է, որի մաս է կազմում նաև հայ կաթողիկե եկեղեցին, ուղղապառ նաև եկեղեցին բոլորն էլ բնականաբար խաղաղորդնեկի այս գեղեցիկ արարողությունը կատարում են, ինչպես որ ասեցի, քանի որ առանձնագի կարևորություն տալով խաղողին, քանի որ խաղողից մենք ստանում ենք գինին, իսկ գինին մենք պատարագի ժամանակ է որ գործածում ենք եւ վերածում ենք իհարկե եկեղեցուց մեզ տրված իշխանությամբ Քրիստոսի արյան։ Իհարկե ովքեր որ ճաշակում են, իրենք նույն գինին է, այդ համն ու հոդը ինքը պահում են նույնը, բայց ինքը արդեն վերածված է Քրիստոսի արյան, որը որ մենք մեր հավատքի աչքերով իհարկե պիտի անցալենք։ Իսկ առհասարակ ինչպիսին է Աստվածամոր կերպարի ընկալումը եկեղեցում։ Աստվածամայրը ինքը եղավ այն ընտրյալ անոթը, որի միջոցով Աստված ծնունդ տվեց իր որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մենք մեր կաթողիկե եկեղեցվո մեջ Աստվածամորը մեծարում ենք։ Երբեմն ցյուր ընկալում կա եւ ըմբռնում կա այլ եկեղեցիների կամ այլ հարանմանությունների կողմից, որ կաթողիկե եկեղեցին Աստվածամորը պաշտում է։ Ոչ, մենք պաշտում ենք ամենասուրբ երրորդությանը, Հայր Աստծուն, Որդին Աստծուն եւ Հոգին Սուրբ Աստծուն։ Իսկ Աստվածամորը մենք մեծարում ենք։ Եվ ինչպես որ օրինակ Կանայի հարսանիքի ժամանակ դեռ Քրիստոս իր առաքելությունը հրաբարակավ դեռ չէր սկսել, բայց այդ պահին, երբ որ գինին պակասեց, եւ քանի որ անհարմար արդեն իրավիճակ էր, եւ երբ որ Աստվածամայրը Քրիստոսին ասեց, որ գինի չունեն, որովհետեւ գինին սովորաբար փեսան է, որ հայտայտում է, եւ երբ որ պակասում է, դա մեծ անպատվություն է փեսայի համար։ Եվ Քրիստոս ինքը կարողացավ այդ հրաշքը կորցնել եւ ջուրը վերածել գինու, Աստվածամոր իհարկե խնդրանքի հիման վրա։ Եվ մենք լիահույս ենք, որ ինչ խնդրանքներ որ ունենք, երբ որ մենք Աստվածամորը ներկայացնենք, Աստվածամայրը շուտապույտ իր որդուն է ներկայացնելու իհարկե։ Այնպես որ Աստվածամայրը բոլոր սուրբերից եւ հրեշտակներից ավելի բարձր է դասվում, եւ մենք անվերապահ իհարկե Աստվածամոր հզոր բարեխոսությանը պիտի հավատանք եւ իհարկե պիտի դիմենք։ Կարելի ասել, որ այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր եկեղեցիներում խորանի առջև տրված է Տիրամոր պատկերը Մանուկ Հիսուսը գրքին, կարծես հիշեցումն է հավատավոր ժողովրդին, որ եկեղեցին Հիսուսին տալիս է մեզ այնպես, ինչպես Աստվածամայրը տվեց։ Այո, ես համամիտ եմ ձեզ հետ, հիմնականում կարելի ասել հիմնականում մեծամասամբ մեր բոլոր եկեղեցիների խորաններին, այո, Աստվածամայրն է եւ գիրկը Մանուկ Հիսուսը, եւ հետեւաբար մենք առանձնագի իհարկե Աստվածամոր հանդեպ ունենք ջեմերանդություն։ Եվ իհարկե մշտապես իր հզոր բարեխոսությանը մենք դիմում ենք եւ վստահ ենք, որ մեր այդ խնդրանքները չի ուշանա։ Եվ դարձյալ շարունակելով վերափոխման տոնի թեման, կուզենայի իմանալ, թե ձեր ժողովրդապետության տակ գտնվող գյուղերում ինչպիսի ավանդույթ կա վերափոխման տոնը նշելու։ Մենք առանձնագի ոգևորությամբ եւ մանրամասն պատրաստվելով իհարկե դիմավորում ենք մեր հեշտական տոնը, Աստվածամոր վերափոխման տոնը։ Պատարագն ենք մատուցում, իհարկե պատարագի վերջավորության նաև խաղաղորդնեկի գեղեցիկ արարողություն են կատարում եւ եկեղեցվո փակում նաև իհարկե տոնախմբություն են կազմակերպելու։ Զորօրինակ Արևիկ համայնքում մենք նաև օգոստոսի 23-ին, որտեղ եկեղեցին Աստվածամոր վերափոխման տոնն է նշելու, մինչև 24-ը եկեղեցին նշելու է 9 օր, մենք նաև ունենք 11 երեխաներ, որոնք որ պատրաստվում են առաջ Սուրբ Հաղորդությանը, եւ մեր առաջնորդը Հայր Գևորգ arczepiskopos Նորատոնդյանը նաև Արևիկ համայնք է այցելելու, ինքն է Սուրբ Պատարագը մատուցելու եւ երեխեքը իր ձեռքից է որ առաջի անգամ Սուրբ Հաղորդություն են ստանալու։
Եվ մեր ընդհանրապես հայկական ավանդույթի մեջ ընդունված է, որ այն եկեղեցիները, որոնք որ Սուրբ Աստվածածին անունն են կրում, մարդիկ ուխտի են գնում։ Շատ վայրերում իհարկե նաև մադաղի արարողությունները նաև կատարվում։ Մուսալերցիները ըստ իրենց ավանդույթի նաև հարիսա մադաղներ են պատրաստում եւ իհարկե բաժանում են ժողովրդին նաև մի փոքրիկ որպես բարեգործության մի օրինակ, այսպես ասած, հանդիսանալով, որպեսզի Աստված էլ իրենց իհարկե ուխտը եւ իրենց նպատակները բնականաբար իրականացնի։ Այսպես բոլոր ընդհանրապես տաղավար տոները մենք փորձում ենք մեր համայնքների մեջ հիրավի տոնախմբության վերածել, ուր որ ունենք իհարկե պարային համույթներ, փորձում ենք որպեսզի անպայման ընդգրկենք, որպեսզի ավելի այսպես ասած գեղեցիկ այդ մթնոլորտը տոնական թևածի ամբողջ համայնքի մեջ։ Տեր Նարեկ, կան հատուկ աղոթքներ, որ վերապահված են այս ինօրյա ընթացքի համար։ Այո, իհարկե, մեր եկեղեցվա մեջ կան նմանատիպ իհարկե աղոթքներ, գեղեցիկ նաև կան շարականներ, ծնված Աստվածամորը, որ տարբեր ժողովրդապետություններից ներս իհարկե կատարվում են, բայց հիմնականում, ինչպես որ ասացի, հիմնականում Վարդանի նախ առաջինը ջեմերանդությունն է, որ մենք իհարկե կատարում ենք, իհարկե զուգորդված Աստվածամորը ծնված շարականներով եւ իհարկե նաև երկեցողությամբ։ Շնորհակալություն Տեր Նարեկ, եւ մեր զրույցի ամենավերջում պիտի խնդրեմ ձեր փոքրիկ խոսքը այս տոնի առթիվ։ Տոնի առթիվ նախ մեր հավատավոր ժողովրդին իմ հորդորն է, որբեսզի կիրակի օրերին ոչ միայն այս տաղավար տոնի առիթով, այլ ընդհանրապես գիտակցենք, որ մենք ունենք պարտավորություն ամեն կիրակի պատարակներին մասնակցելու, պատարակներին, որ պիտի մասնակցենք, ուղղակի ինքնանպատակ չպիտի լինի, այլ հարկե որպեսզի նախապես նաև լինենք խոստովանված, որպեսզի նաև պատարակին մասնակցելով կարողանանք սուրբ հաղորդություն ստանալ, եւ օրհնված իհարկե խաղողները մեզ հետ նաև տուն բերել եւ եկեղեցվա կողմից կազմակերպող այդ տոնախմբությանը, երկեցողությանը նաև իհարկե լինել մասնակից, հարկե որպեսզի մենք կարողանանք իհարկե մեր հավատքը գործադրենք եւ մշտապես լինենք եկեղեցվո հետ սերտ միության մեջ։ Շնորհակալություն Տեր Նարեկ հետաքրքիր եւ տեղեկություններով հարուստ զրույցի համար։ Խնդրեմ, Աստված օրհնի։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ մեր զրույցին հետևելու համար։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ Արևիկի եւ Լանջիկի կաթողիկե հայոց ժողովրդապետ հոգևոր հովիվ Տեր Նարեկ Քահանա Թադևոսյանը։ Շարունակեք ունկնդրել Ռադիո Մարիամի եթերը։